Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 12-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Այս ալիքում միայն լինում է տարվա ծնված նշանների համար։ Ամսվա ծնված նշանները այստեղ մի փնտրեք, ոչ մի ինչ-որ կենդանակերպի նշանի փոփոխություն այստեղ չկա։ Տեսնենք ինչ է մեզ բոլորի սպասվելու։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 12-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նա ինչ-որ մի բան է ձեզ ուրախացնելու, տրամադրությունը բարձրացնելու, նորություն կլսեք, բայց կստանաք ավելի շատ է ինչ-որ նամակի տեսքով է դա այդ նորությունը, բայց օցերից է կամ օցերի մասին է նաև, կամ նայեք կամ և նվեր կամ դուք կստանաք կամ կնվիրեք որևիցե մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, բայց սա տարվա ծնված ցուլերն են, մի խառնեք։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 12-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը տան մեջ ինչ-որ մեկին կհանդիպեք, ինչ-որ մի գնալ եք օրինակ առիթի եւ այնտեղ ինչ-որ մարկանց կհանդիպեք, գուցե վաղուց չեք տեսել իրենց, այնտեղ կհանդիպեք։ Նաեւ տան հետ կապված դա կարող է լինել այն հանդիպումը, օրինակ տուն նայելու հետ կապված կամ տեղափոխելու հետ կապված կարող ինչ-որ բեռնափոխադրումն է գալիս եւ իր հետ եք հանդիպում կամ ինչ-որ մարդիկ են գալիս ես օգնելու։ Սպասում եք ինչ-որ մեկին, որպեսզի գումար վճարեք կամ խոսեք գումարի մասին, արժեքի մասին։ Այդ օրը ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, ինչ-որ մեկից կարող եք նեղվել, նեղանալ, չխոսել իր հետ, կամ ուղղակի տխրել ինչ-որ մի բանի հետ կապված։ Նաև հեռախոսազանգ ունեք, այդ օրը տատանվում եք, ծանրութ թեթև անելու, վերջնա ինչ-որ ընտրության առջև եք կանգնած լինելու, սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, որից հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք եւ նորություն եք լսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 12-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ ցավ տալիս, բայց չեք տխրում։ Գուցե հանդիպում եք ձեր մտերիմ անձնավորության հետ, ինքն է ինչ-որ մի բան ձեզ ասում։ Մի խոսքով, եթե հավատարմության հետ է կապված եւս հավատարմությունը կա։ Այդ օրը նվեր կամ դուք կստանաք կամ ինչ-որ մեկին կնվիրեք հույսը մի բան կամ նվեր կգնեք դեռ։ Ճանապարհ եք գնալու, այստեղ հյուր, նաեւ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեր տուն հյուր։ Նորություն կլսեք, նամակագրական կապի մեջ կլինեք հույսը մարդկանց հետ կամ փաստաթուղթ կձևակերպեք, փաստաթղթերի հետ յուրաքանչյուր հարց եւ կարող է փաթեթը, որը ստանում եք։ Նաեւ այդ օրը գաղտնիք կբացահայտվի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 12-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը տհաճ պահեր կան ճանապարհի հետ կապված։ Ուշադիր եղեք, ուր եք գնում, ինչպես եք գնում, մեքենան սարքին լինի, ամեն ինչ նորմալ լինի, նոր հետո ճանապարհ գնացեք։ Ոչ է հնարավորություն կողեք ձեր ձեռքից բաց թողնել։ Նաև տհաճություն ճանապարհին դա կարող է լինել պետավտոտեսուչները։ Նույնպես դա տհաճություն է։ Այդ օրը նաև սուտ կա։ Ոչ է մի բան ձեզ այդ օրը կերջանկացնի, նվեր կգնեք ինչ-որ մեկի համար, նվեր կստանաք, նաև դա կարող լինել քաղցրավենիք, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ոչ է մտերիմ հավատարիմ անձնավորության հետ, միգուցե դա է, հա, ձեր ընկերոջն է ցույց տալիս, եւ գործերը կանեք կվերջացնեք։ Նա ձեզ կօգնի, որպեսզի ինչ-որ գործեր անեք, վերջացնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 12-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոչ է իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվի կամ նոր կսկսի այդ իրադարձությունները, հա, որ պետք է ամեն ամիս լինի ձեզ մոտ, նաև դա կարող է ավարտվել։ Ինչ որ բան է ձեզ ցավ տալիս, միգուցե դա է, որ ավարտվում է։ Նաև ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ մարդիկ կգան եւ ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ նոր կարող եք ժամ պայմանավորվել։ Այդ օրը կարող եք ժամ պայմանավորվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մարտի 12-ին։
Հարգելի օձեր, այսինչ օրը, լավ որ չէ։ Սուտ է բացահայտվում, որից տխրում եք նաև արտասվում։ Ընդհանրապես դա է։ Նայեք, սուտ, գաղտնիք, տխրություն, արտասուք, ուրիշ բան չկա։ Ինչ որ շատ կարևոր մի բան եք իմանալու այդ օրը, որը ձեզ դուր չի գալու։ Ինձ թվում է ամեն ինչ ձեր ձեռքում է, ինչպես կընդունեք դուք այդ փաստը, այդ լուրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին մարտի 12-ին։ Հարգելի ձեր, այդ օրը կողեք ինչ-որ մարդկանց հետ վիճել, հնարավոր է նաև տուն եք մաքրում, այն երկուսն էլ այստեղ հնարավոր է, այդ ընդհանրապես այդ քարտը վեճ է, ես եմ ստեղծում տուն մաքրելը, եթե չեք ուզում վիճել, ապա ավելի լավ կլինի ուղղակի տուն մաքրել, նաև գումար կստանաք, գուցե գումար ստանալու համար է վեճը, հանդիպում, շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, հանկարծակի լուր կլսեք եւ ուշադրություն դարձրեք նաեւ ձեր առողջությանը, միգուցե առողջության հետ է կապված ինչ-որ մեկի, որ լսում եք այդ հանկարծակի լուրը։ Նաեւ կայցելեք որևիցե բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին մարտի 12-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հուզված եք, բայց սա երջանկության արդյունքներ են, երջանկության հուզմունք է, ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու։
Հյուր կընդունեք, հնարավոր է նաև պետական աշխատող է, հնարավոր է նաև դուք եք գնում ինչ-որ մեկին հյուր, կարող պետական հիմնարկություն է, առանց պայմանավորվածության ինչ-որ մի բան հարցեր լուծելու համար, դա ևս հյուրի նման է։ Սա, եթե ինչ-որ գործեր եք անում, միգուցե նաև գալիս են ստուգման, ևս պետք է ուշադիր լինեք։ Օձեր կան, նախանձմարդիկ, չար մարդիկ, այդ օրը ձեր շրջապատում բամբասանք, նման վերաբերմունք, Բայց մեկ հետ նամակագրական կապի մեջ կլինեք, նաև փաթեթ կարող եք ստանալ նորություն եւ փաստաթղթերի հետ կապված գործունեություն կունենաք։ Եվ հանդիպում կամ շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 12-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք, ոչ մի հարցում մի շտապեք, նաև կարող եք գնալ ինչ-որ միտեղ եւ երկար մնալ, գործեր անել այնտեղ։ Նաև տատանվում եք ցանրութ հետևեք անում այդ օրը, ընտրության արժև կանգնած կլինեք, ոմանց ձեր խոստովանել միգուցե դա է, սիրո հետ է կապված, ոմանց նաև դուք կանեք սիրո խոստովանություն կամ ինչ-որ մի բան տեղի կունենա, ոնց որ ձեզ ավելի լավ կզգաք, ավելի սիրված կզգաք։ Նաև ուշադրություն դարձրեք այդ օրը ձեր առողջությանը, դա կարող է լինել նաև այցելում եք, ոչ թե բժշկական կենտրոն կամ կոսմետոլոգի մոտ։ Ունեք թաքուն սիրավեպ կամ թաքուն գործողություններ, հաջողություն ձեր գործերում, ձեր աշխատանքում, բիզնեսում, հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ եւ հաղթանակած դուրս կգաք որևիցե իրավիճակում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 12-ին։
Հարգելի ակահաղներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հենց ամեն ինչ է այդ օրը ձեզանից կախված։ Նաև տանը ոչ առիթ ունեք կամ ձեր տանը կամ պետք է գնաք, թաքուն սիրավեպ ունեք, թաքուն գործողություններ, ինչ-որ մի բան ձեզ ցավ է տալիս, ինչ-որ մի բանն էլ ձեզ ուրախացնում է այդ օրվա ընթացքում։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն եւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է միգուցե առիթը այդտեղ երեխաներին է վերաբերվում։ Նաև դա ընտանեկան կյանքն է, որ ավելի շատ ընտանիքի հետ կանցկացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 12-ին։ Հարգելի շներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, ինչ-որ ժամեր կարող է փոխվել կամ դուք փոխեք, նաև ունեք թաքուն գործեր, թաքուն սիրավեպ, նաև ոմանք ընդունում են աշխատանքի, շատ աշխատանք ունենան, միգուցե աշխատավարձ են բարձրացնում, պետական աշխատողի հետ հանդիպում, բիզնեսը եթե ունեք, բիզնեսը առաջ կգնա կամ եթե տանն եք ինչ-որ գործեր անում, դա եւս առաջ կգնա։ Նաև ուրախ եք, երջանիկ, այդպես ինչ-որ բան է ձեզ երջանկացնում, միգուցե աշխատանքի ընդունելությունը, զանգելու եք ինչ-որ մեկին, պատմեք այդպես երջանիկ, կամ հեռախոսազանգն է ձեզ ուրախացնելու եւ երջանկացնելու։ Ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, սպասման մեջ եք լինելու ինչ-որ մարդկանց, կսպասեք ինչ-որ բանի, միգուցե այդ ժամանակ եք նաև ձեր ձեռքից ինչ-որ բան բաց թողում։ Եվ գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 12-ին։
Հարգելի վարազներ, այդ օր ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Նաև ինչ-որ բանից է տխրում եք այդ օրը։ Կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից։ Այդ օրը ձեզ սիրո խոստովանություն կանեն, նաև դուք կարող եք անել, սիրված ձեզ զգաք, ձեր հարազատների շրջապատում լինեք, որտեղ այստեղ նաև ունեք հրավեր կառիթի, կարող է այդ ժամանակ եք ինչ-որ ձեր հարազատների շրջապատում լինելու։ Եվ նաև հաջողություն ունեք ձեր գործերում, այն ինչ որ դուք այդ օրը կանեք։ Չգիտեմ ինչու եք տխրում, ինչ-որ մի բան է, այստեղ կարող կողքից, հա, ինչ-որ մի ձևով առիթի ժամանակ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։